Պարոն Կարապետյան, երբ պետք է բարեկիրթեք, երբ ձեզ պետք է բարեկիրթեք, երբ պետք չէ պատրաստեք անցնել բռունցքների, երբ պետք է սիրախաղեք անում այստեղ միջանցքներում քաղաքական, հիմա սա խորհրդարան է, թե կրկես։ Ես իմ հարցերը ես եմ որոշում, դուք պատգամավոր եք, պիտի գործեք ձեր խղճին համապատասխան, չմիջամտեք։ Երեք այստեղ հանդիպումը տեղի ունեցել ընթացակարգային, ընթացակարգային պրոցեսների շրջանակներում իմ պնդմամբ է եղել այստեղ, ոչ թե փակ սենյակներում, այլ տեսախցիկների առաջ, որտեղ մենք հանդիպում ենք միայն տեսախցիկների առաջ եւ իմ պնդմամբ է միջանցքում եղել տեսախցիկների առաջ, քանի որ ազգային ժողովը ունի մի քանի ընթացակարգային հարց, որ ստիպված է քննարկել, բայց մենք առանձին սենյակում իմ առաջարկով չենք հանդիպել։ Ասուլից տվեք, ձայնը լսենք։ Որովհետև չեմ ցանկացել տեսախցիկներից զատ հանդիպումներ ունենալ։ Խնդրում եմ տեղեկությունը ճշտեք, դուք հնարավորություններ ունեք ճշտելու, նոր կարծիք հայտնեք մեր քայլերը հանրային բոլորը տեսախցիկների առաջ է եւ մենք ուզում ենք այդ նույն տրամաբանությունը շարունակենք, այսինքն եթե իշխանության ներկայացուցիչի հետ հանդիպում պետք է լինի տեսախցիկների առաջ, որպեսզի հետո որևէ շահարկման, ինչպես ես նոր առերեսվեցի, առիթ չլինի։ Ինչ վերաբերվում է նոր տեղի ունեցած իրավիճակին։ Եթե ազնիվ լինենք, կա բարեկրթության նոր, որի պատճառը նա է, որ մեզ նայում են մեր հայրենակիցները։ Այսօր Պեմզաշեն գյուղի երեխաները եկել էին մեզ նայելու այդ պրոցեսի ընթացքում, որը ողջունելի չէ այդ ժամանակ անցնել լեզվակռիվների պրոցեսների։ Ամեն դեպքում լինելով մեր ազգի ներկայացուցիչ չես կարող խուսափել էմոցիոնալ իրավիճակներից, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարողանանք պահպանենք այդ բարեկրթությունը։ Շարունակեմ։ Բայց ինչի պիտի Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի։ Նաև սիրելի հայրենակիցներ, սիրելի լրատվական միջոցների ներկայացուցիչներ, այսպիսի անջրպետ ունեցող գաղափարական ուժերի լինելը մի դահլիճում, դա բավական ամեն րոպեվա աշխատանք է, որը կատարվում է իմ կողմից եւ հնարավոր է կատարվում է նաեւ դիմացի կողմից։ Անջրպետը որ հարցով, Արցախի հարցով, Թրիփի հարցով, անջրպետ կոնկրետ որ հարցով, որտեղ ձեր խոսույթը համընկնում է։ Տարածքային պահանջ էլ չունեք հարևան որևէ պետությունից։ Պատասխանեմ Թրիփի հարցով ձեր հարցին։ Պատկերացրեք Թրիփի հետ կապված հարց է գնում միջանցք է թե ճանապարհ, մենք ունենք դիլեմա, միջանցք է թե ճանապարհ, մենք ունեցել ենք մեծ քննարկում խմբակցությունում, մենք ասում ենք, մեկը ասում է միջանցք, վաղը այդ ուժը դառնում է իշխող ուժ, գնում է հանդիպում է Իլհամ Ալիևի հետ եւ ասում է, որ սա ճանապարհ է, ասում են չէ, ոնց է ճանապարհ, եթե դու ամբողջ ընթացքում ներկայացրել ես որպես միջանցք, վաղը մենք Եթե այսօր մենք հասկացաք, թե մի անգամ էլ փորձեմ ներկայացնել, եթե այսօր մենք խոսենք Թրիփի մասին, ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք։ Բանակցությունների ժամանակ, երբ որ մենք ասենք, չէ, սա միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ դիմացի կողմը ադրբեջանական կողմը հարց է տալու, ասելու է ձեր քաղաքական ուժը, եթե մենք մեր այս ձևով չպատասխանենք, ասել է, որ սա միջանցք է, դրա համար մենք ասում ենք, սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, մենք գիտենք ինքը ինչ է տվել, մենք գիտենք, որ մեր երկրից ճանապարհ է տվել, մենք գիտենք, որ այդ ճանապարհը տվել է, որ Լաչինի այդ ճանապարհը կարար եւ Լաչինի ճանապարհի փակվելու պատճառը այս ճանապարհն է եղել։ Լաչինը փակվել է, Արցախը տրվել է, դրանից հետո այս ճանապարհն էլ է տվել այս մարդը։ Մենք գիտենք էդի։ Մենք դա միջանցք ըստեյության, երբ որ դուք Լաչինի հետ անալոգիա եք տանում, այդ պայից սկսած դուք
Սակայն մենք պետքա պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ հիշելով, որ մենք հետագայում այս մարդկանց փոփոխությունից հետո պետքա բանակցենք թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ եւ ասենք, որ սա ճանապարհ է, տնտեսական ճանապարհ։ Այդ իսկ պատճառով մեր երկրի շահի համար մենք կրկնում ենք։ Իսկ Արցախի հարցով դուք ասում եք տարածքային պահանջ չունեք, ես օրինակ մտահոգություն ունեմ, որ սահմանադրությանը հետո վերջում կարող եք փոփոխություններին կողմ քվեարկել, որովհետև այնտեղ խնդիրը հենց հիմնականում Արցախից ազատվելն է։ Այդ հարցին էլ այս պահին Ազատվելը հարցից առհասարակ վահ է։ Հասարակության Թաղելը հարցը։ Այս պահին մեր հայրենիքի առաջնային խնդիրներից մեկը արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է։ Մենք նախընտրական շրջանում ասել ենք, այս իրավիճակով արցախահայության իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է այնտեղ, քանի որ չկա հողի վրա պաշտպանություն, չկա անվտանգ չեն լինելու։ Բայց մեր նպատակը, որ արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան։ Երեք հարցը խնդրում եմ բոլորը թեորիապես եւ նաեւ հիմքով ես ներկայացրեցի։ Խնդրում եմ նաեւ ծանոթանալ մեր նախընտրական բոլոր ձևաչափերին եւ խոստումներին, որպեսզի դուք իմանաք, որ ամեն ինչի վրա աշխատել ենք, որ վաղը մեր երկրին որևէ վտանգ մեր խոսույթից չսպառի։ Կապիտան Էդգար Ղազարյանի վարկը ինչպես է գնահատում։ Դուք արդյոք նա պետք է ներողություն խնդրի, դու նման հայտարարություն արեցիք Խմբակցության քննարկում պետք է Պարոն Կարապետյան կներեք։ Խմբակցության քննարկման թեման ո՞րն է լինելու եւ երբ։ Պարոն Կարապետյան, ինչ հարցով է քննարկվում խմբակցության եւ երբ է սպասվում թեման որը պրոպորցիոնալ է այլի համար պետք է հանդիպենք խմբակցությունով եւ քննարկենք։ Ձևաչափը ժամանակ, որպեսզի ոչ կոռեկտ չլինեն, ասենք, ժամանակ լինելու քննարկում։ Մինչև այս պահապանությունը Ղազարյանի հետ խոսել Իսկ նախկինում պարոն Ղազարյանի հետ դուք նմանատիպ քննարկում ունեցել եք, որ սրի իրավիճակը ձեզ էլ ավելորդ հարվածի տակ չդնի օրինակ։ Տեսեք, Նման իրավիճակում չհայտնվեք։ իրավիճակը սրելու մասին։ Քաղաքական խոսույթի շրջանակներում բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև կա քննադատության շատ տեղեր, բոլոր ոլորտներում։ Մեր միակ փոփոխությունը, որ կարևոր այս ձևաչափի մեջ, որ մենք տեսնում ենք, դա խոսույթի փոփոխություն ազգային ժողովում, որը մենք քննադատել ենք նախընտրական շրջանում բազմաթիվ անգամներ։ Այսինքն վիրավորական բառը չօգտագործվում։ Դա ամեն ժամյա ես աշխատանք եմ տանում ու ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ։ Մենք իրար հանդեպ ունենք խորը Այդ անջրպետ։ աշխատանքում եք տանում Էդգար Ղազարյանի եւ թիմակիցների թե ՀՊ-ի հետ։ Այսօր է քննարկումը լինելու, պարոն Կարապետյան։ Այսօր է լինելու։ Դե հա հիմա է անում։ Հա հիմա քննարկում։ Just now. Պարոն Աբրամյանի Ամենօրեն խմբակցություն Դուք էլ բավականին ակտիվ էիք, պարոն Աբրահամյան, դուք էլ էիք ակտիվ այդ միջադեպի ժամանակ, կարծես արդեն գործը հասնում էր բռունցքներին, քաշքշոց եղավ, հասնում էր, ասում եմ արդեն հասնում էր, քաշքշոցը կա, ես տեսանկարանել եմ, հրապարակել եմ, Անեջան, որ հասներ, կլիներ։ ես քաշքշոցը հրապարակել եմ, Անեջան, շնորհակալ։ Բայց պարոն Աբրամյան, դիտարկում եք բռունցքները։ քաշքշոցը, ոչ թե Մենք հետևողական ենք լինելու աշխատանքները շարունակել, բարեկրթության մթնոլորտում, շնորհակալ եմ։